տաղավարում հյուրընկալել եմ դոկտոր Փիթեր Գևորգյանին, PhD PE Professional Engineer եւ դոկտորայի տիտղոս ունի, դոկտորը Հայաստան պիտի մեկնի սիմպոզիում հավաքի պետք է մասնակցի կարևոր նյութ պիտի խոսի, որ քիչ հետո պիտի ձեզ ասեմ։ Դասավանդենա տարբեր համասարանները 20 տարիա նամանավանդ Չինաստան, Հնդկաստան ինքը consultant խորհրդատու է solar power technology այդ solar system-ի տարբեր մասնագետն է ինքը Եգիպտոսում, Wyoming նահանգում, South Africa աշխատանքներ արել, այսինքն որպես խորհրդատու եւ դասավանդում է տարբեր համասարանում իրեն հրավիրում են գիրքերի այսպես հեղինակն է, մի քանի գիրքի հեղինակն է, որ տպագրվել են McGraw-Hill եւ Cambridge University-ի կողմից նաև անդամ է հայ ինժեներների եւ գիտնականների միությանը եւ ահա ես այսօր իրեն հրավիրել եմ, որովհետեւ շուտով պետք է գնա դոկտորը Հայաստան solar system-ը կամ արևային ճառագայթի այդ էներգիայի մասին մեծ դասախոսություն պիտի ունենա, որ այդ բերումով ես հրավիրել եմ իրեն ծանոթանանք, որ ինչ պիտի ներկայացնի Հայաստան եւ ինչու։ Հիմա դոկտոր ես նախ ձեզ հարցնեմ, մասամբ ես ձեր մասին ասացի, բայց ուզում եմ դուք նաև ասեք այդ ձեր փորձառությունների մասին եւ նամանավանդ ձեր փորձառությունը որն է solar power technology-ի մասին կամ այդ գիտության մասին։ Իմ փորձառությունները կրթական կողմից ես երկու հատ masters ունեմ էլեկտրական եւ computer science եւ իմ դոկտորան control system-ի մեջ է։ Ես մոտավորապես 40 տարի փորձառություն ունեմ, անցյալ 20 տարին մեծամասնությամբ իմ փորձառությունները հենց արևի ճառագայթի էներգիաների մասին, ուրեմն ես 20-22 տարի առաջ որ Ամերիկայում սկսեցի զբաղվել այդ մասնագիտությամբ, կարող եմ ասեմ առաջին ինժեներներից մեկն էի, որ solar power system կառուցել։ Ամերիկայում անցյալ 20 տարվա մեջ հարյուրներով պրոժեներ եմ գործել եւ շատ մեծ ասած բանով մեգավատներով։ Այո։ Ուրեմն խոշոր ծրագիրներ են եղել։ Ծրագիրներ եւ անցյալ 15 տարվա մեջ ես 17 հատ գիրք եմ գրել, որ 9 հատը մենակ սոլարի մեջ են։ Առաջի գիրքը որ գրեցի, ամենաառաջի սոլարի գիրքն էր։ Հետո առաջի գիրքը գրեցի արխիտեկտների համար, որ ասում են Building Integrated Solar Power System, հետո գրեցի ինժեներների համար, հետո գրեցի կառուցողների համար եւ այլն։ Վերջից ամբողջ գրքերը McGraw-Hill-նա բանար է որ երկրականի ամենամեծ տպագրական ընկերությունն է։ Անցյալ 4 տարի Cambridge University-ին ինձ խնդրեց, որ իմ ապագա գրքերը որ իրանք տպեն։ Cambridge-ի մի հատ համալսարան տպագրական բանջի եւ ընդհանրապես նրանք որ գիրքերը իրենց տպվում են Cambridge-ով, պիտի բավականի փորձառություն։ Որակավոր շատ։ Դոկտոր մենք պետք է կարճ դադար վերցնենք, դադարից հետո վերադառնանք ու կշարունակենք դոկտոր Փիթեր Գևորգյանն է իմ հյուրս, որը մասնագետն է արեգնակային ճառագայթների էներգիայի solar system-ի մասնագետ։ Կվերադառնանք։ Դոկտոր դուք Հայաստանի համալսարանների հետ ինչպես եք առնչվում, ինչպես այսպես կապ եք հաստատել։ Ուրեմն երբ որ ես գնացի Հայաստան այդ դասախոսությունների համար, նույն ժամանակ որոշեցինք, որ հանդիպենք ամերիկական համալսարանների հետ
Եվ հանդիպեցի դոկտոր Տեր Գուրիղյանի հետ, որ նոր էր ամբիոնիվերսը, ուրեմն դոկտոր Համբարյանը եւ Արամ Հաջյանը, Ալեն Ամիրխանյանը եւ այլն, ուրեմն ինձ բացատրեցին, որ համալսարանը ինչ մասնաճյուղերումն են ասած ավելի շատ հետապնդում իրանց ուսումները եւ այլն, եւ ինձ ինձ թվա, որ համալսարանը ընդհանրապես մոտավորապես 1000 հոգի ուսանող ունեն, ոչ 500 հոգին, 600 հոգին ավելի շատ non-տեխնիկական, ոչ տեխնիկական ճյուղեր են, եւ իրանք ասած ավելի շատ postgraduate study-ներ ունեն engineering-ի մեջ, որ բանի կողմից ասած եկամուտի կողմից մեկ քիչ դժվարություն են, որտեղ նոր համալսարան է եւ ասած եւ աշակերտները մեծ մասամբ չեն վճարում, անվճար են գնում։ Հիմա այս համալսարանում այս արեգնակային, ասենք ճառագայթին վերաբերող solar system-ին որևէ աշխատանք այնտեղ եղել է մինչև հիմա։ Այո, շատ փոքր սիստեմ, ընդհանրապես դոկտոր Համբարյանը գրքեր որ գրեմ, իրանք մի հատ սոլարի ասած փոքր բան ունեն, պրոգրամ ունեն։ Եվ համալսարանի վրա ասած կտուրի վրա մի հատ 10 կիլովատանոց սոլար ընտրի եւ այլն էկրան ունեն, որ ցույց են տալի, բայց ընդհանրապես ոչ մի համալսարան, նույնիսկ Ամերիկայում այդ մասնաճյուղի վրա, որ անգլերեն alternative and renewable energy systems, ասած դիսցիպլին գոյություն չունի։ Այս անցյալ տարիներում որ գրքերը գրել, նույն ժամանակ 7-8 տարի առաջ մի հատ նոր ծրագիր էի սարքել Masters եւ PhD պրոգրամի համար, որ ամբողջ ասած անգլերեն curriculum-ը պատրաստած համապատասխան իմ դասագրքերի հետ, երբ որ Հնդկաստան գնացի, ուրեմն Indian Institute of Technology մեջ, իմ անգլերենից պրոֆեսորին այդ ասած այդ դիսցիպլինը առաջ դրան էլեկտրական engineering-ի department-ի տակ, բայց երբ որ AUA իրանց առաջարկեցի, որ եթե իրանք համապատասխանից իրանց կօգնեն, որ այդ դիսցիպլինը առաջի անգամ master's degree in alternative and solar energy մեջ տան, այսինքն մեկ դա դառնալու է մասնաճյուղ, ֆակուլտետ լինելու, որ մասնաճյուղ, այո, արեգնակային, ճառագայթին այս վերաբերյալ solar system-ը դասավանդվելու է, այսինքն կլինի անձը, որ անցնի այդ կուրսը, ասենք այդ դասերը վերցնի ու անցնի, կստանա master degree, մագիստ։ Իհարկե այդ պրոգրամը անմիջապես չեն կարող ավելացնել, որտեղ ահագին պատրաստություն է պետք։ Սկզբնական շրջանում հավանական է certificate program-ով սկսեն եւ այլն, ես վստահ եմ, որ եթե AUN եւ օտար համալսարանները Հայաստանում կարողանան այդ մասնաճյուղը զարգացնեն, շատ մեծ հաջողություն կունենան, որտեղ երկրակնդում ոչ մի համալսարան այդ չեն չկա։ Հետո մի ուրիշ առավելություն կա, սա դրիվ այս արեգնակային ճառագայթների էներգիայի հարցը, solar system-ը նորություն է աշխարհում, չէ՞։ Մենք դեռ ճիշտ այն առաջին քայլերի մեջ ենք գտնվում, չէ՞, առաջին։ Տեխնոլոգիան նորություն չի, մոտավորապես 65-70 տարի է, որովհետև ամբողջ սատելայտները solar են բանացնում, բայց ասած commercial application-ը նորը, մոտապես 20 տարի է։ Որ սա աշխարհի գիտության համեմատ ոչինչություն է, շատ նոր է, ես դա եմ ուզում ասել։ Բայց հիմա այդ տեխնոլոգիան ասած համաշխարհային ծևի $180 բիլիոն բիզնես է։ Շատ մեծ է եւ դժբախտաբար մենք տեխնոլոգիստ չունենք, ինժեներ չունենք, որ մասնագետ լինեն, որտեղ հատկապես այդ էներգիայի, արևային էներգիայի ճյուղը, solar engineering-ը բավականի մեկոմից հասարակ է, բայց ահագին բարդություններ ունի, որովհետև տարբեր դիսցիպլինների ասած մասնագիտություն պիտի geology-ից բռնած, էկոլոգիից բռնած, միջև էլեկտրոնիկ, software եւ այլն,
Այդ որ Եվ հետո մի ուրիշ կարևոր կարծում եմ այս ինչ որ ասացիք, եթե նման գիտություն դասավանդվի Հայաստանում, նամանավանդ մեր երկրի համար, որ մենք չունենք հանքային այս fossil fuel գոյություն չունենք, նավթ չունենք եւ այլն, բայց արևը կա, չէ՞։ Կարելի է շատ մեծ իրապես Հայաստանը այդ կողմից շատ մեծ բախտ ունեմ, որովհետեւ առաջինը լեռնային է, բարձր է եւ այդ շատ մեծ դերակատարում եւ բավականի արև կա։ Ես ճիշտ ասելով այնտեղ Հայաստանը սկսել է մի հատ մեծ արևային ծրագրամ, որ մոտավորապես 20 մեգավատ է լինելու։ Հույսով եթե դա սկսեն ասած գործի տնելու, իրանց համար շատ մեծ լավ փորձառություն կլինի։ Իմ նպատակը այն չի, որ Հայաստանը սոլարայզ լինի ասած։ Նպատակս այն է, որ այնտեղ այդ տեխնոլոգիան հարցնեն, առաջ տանեն եւ կարողանան օտար երկրներին օգնեն։ Այո, yəni մենք մասնակից ունենանք վաճառումներ ունենանք դեպի ուրիշ շատ ասած խելացին smart մեկերն են եւ շատ հեշտ ծավի կարելի է այդ ծրագրամները առաջ տանել։ Իմ կարծիքով, եթե Հայաստանը ընդհանրապես որոշի, որ այդ մասնաճյուղը ինժեներինգի զարգացնի, շատ մեծ առավելություններ կունեն իրանց համար, որտեղ ամբողջ իրանք շրջապատված են Կիրգիզստան, Տաջիկստան եւ օտար երկրներ, որ պահանջ ունեն տեխնոլոգիի եւ բավականին էլ դրամ ունի։ Հայաստանը այնքան չի կարող, բայց Ղազախստանին կարող են այս տեխնոլոգիան վաճառել, Ղազախստանին, որ ունի նավթը, ունի գումարը, ամեն ինչ ունի, կամ մյուս երկրները, շրջանի երկրների։ Շատ է։ Ուրեմն սիմպոզիումը պիտի տեղի ունենա Հայաստանում։ Ուրեմն ամերիկյան համալսարան։ Սիմպոզիումին, այն որ մի առիթ տնի, որ կանանք առաջինը համալսարանը ծանոթացնենք օտար երկրներին, որտեղ շատ ճանաչված բացի մեր համայնքի մեջ, հայերի մեջ եւ այլն, օտար երկրներ չգիտեն այUN ինչ ասած դիրքը կատարում համալսարանների մեջ։ Բացի այդ ես վստահ եմ, որ եթե այդ նպատակին կարողանանք հասնենք մի 2-3 տարվա մեջ, շատ մեծ առավելություն կլինի Հայաստանի ոչ թե AUA-ի համար, բայց օտար համալսարանների համար, որովհետև դա կարող է բավականին մեծ ինդուստրի առաջ բերի։ Շատ։ Դոկտոր, մենք պետք է կարճ դադար վերցնենք, դադարից հետո վերադառնանք ու կշարունակենք։ Դոկտոր Փիթեր Գևորգյանն է իմ հյուրս, որը մասնակիցն է արեգնակային ճառագայթների էներգիայի solar system-ի մասնակից։ Կվերադառնանք։ Դոկտոր Փիթեր Գևորգյանն է իմ հյուրս այսօր արևային կամ արեգնակային ճառագայթների էներգիայի մասնակից, PhD եւ professional engineer, որը շուտով պետք է Հայաստանում այս վերաբերյալ սիմպոզիում ունենա, որպեսզի ծանոթացնի Հայաստանը այս էներգիայի հետ կամ այս համակարգի հետ։ Դոկտոր, ասացինք ծրագրի սկզբում, որ հայ ինժեներների եւ գիտնականների միությունը մասնակից է, այսինքն Հայաստանում գտնվող ամերիկյան համալսարանն է անում այս աշխատանքը եւ հայ ինժեներ գիտնականների միությունը օգնում է, ուրեմն որպեսզի այս տեղի ունենա, հովանավորում է, որպեսզի տեղի ունենա այս ձեռնարկը։ Խնդրեմ, ինչ կասեիք այդ մասին։ Ճիշտ ասելով ես մոտավորապես 3-4 ամիս ասա որ AES-ի անդամ եմ եղել եւ շատ շնորհակալ եմ AES-ից, որ ամեն տեսակ իրանք օգնություն են առաջարկել,
իհարկե միջև սեպտեմբեր մենք պիտի մեծ պատրաստություններ տեսնենք, fundraising անենք եւ այլն, ոչ թե fundraising անենք AUA-ի համար, բայց ընդհանրապես կարողանանք որոշ ձևի ռեկլամ անենք, օգնենք եւ այլն։ Այդ ծրագրը ծանոթացնենք Ամերիկայի համայնքի համար, որովհետեւ սեպտեմբերին մենք այնտեղ այդ սիմպոզիումը որ տնենք, մենք շատ մեծ հետաքրքրություն կստեղծի թե հայ ինժեներների համար, գիտնականների համար, արքիտեկտների համար եւ այլն, եւ հույսով ենք, որ բավականի այդ մեր վիզիտորները, որ տարեկան երթում են Հայաստան, զբոսնում են եւ այլն, մեր ասպարեզ ունեն, որ կարողանան մասնակցեն մեր սիմպոզիոմին։ Ստեղծեմ, որ կան մասնակցեն։ Այո, սիմպոզիոմի 3 օրվա աշխատանք։ 3 օր գլխավոր ասած պրեզենտանորը ես եմ, գլխավոր բանախոս դուք։ Բանախոս ես եմ եւ ես կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ նույնիսկ Ամերիկայում երբեք այդ բանը չենք ունեցել, որ հայերի համար ցույց տանք, որ մենք ինչ գործեր ենք արել եւ ինչ գործեր ենք անում։ Ես ընդհանրապես կուզենայի պրոգրամի վերջին ցույց տամ, որ եւ շնորհակալություն իհարկե այս միությանը։ Շատ շնորհակալ եմ մեր նախարարին, նախագահ Ռազմիկ Ղարախանյանին, Արեգ Ղարաբեգյանին եւ Արամ Տեր-Մարտիրոսյանին, որ այս իմի բերին, որպեսզի դուք կարողանաք այս աշխատանքը անել։ Այո, Շատ բայ։ Լավ։ Ես ուզում եմ հիմա անցնել, դուք պատկերներ ունեք ցուցադրելու մեր հեռուստադիտողին, խնդրեմ անցնենք առաջ այդ նկարները եւ բացատրեք ինչ է սրանք։ Ուրեմն այս ընդհանուր երևի solar system-ն է, չէ՞։ Solar system-ի diagram-ն է, ավելի շատ։ Ուրեմն էդիկ մեր սիմպոզիումը ավելի շատ հենվելու է building-ների, office-ների եւ ավելի շատ տների էներգիա արտադրող սիստեմները, commercial-ներն են, որ տանց դասախոսությունն էլ միգուցե մենք ներկայացնենք, բայց կապ ունի ովերք են մասնակցում, որովհետև երբ մեծ էներգիաների մեջ այդտենց ասած ներկայացությունը մենակ հետաքրքիր կլինի գիտնականների, ինժեներների համար, բայց առայժմս ընդհանուր այս բաները տեսնում ենք հիմա տանիքի վրա ցույց տալիս, դրանք արդեն սիստեմներն առաջարկվող սիստեմներ, սեվատանց application-ը։ Զանազան տեսակ սոլարի սիստեմներ կան, որ ասած կտուրների վրա կարելի է տնել, շենքերի վրա կարելի է տնել, ապակիների վրա կարելի է տնել եւ ճիշտ ասելով Ամերիկայում մոտարապես 20-25% հիմա բնակարանների կտուրների վրա սոլար է դրված։ Եվ հույսով եմ, որ Հայաստանն էլ կարողանա կամաց նույն ձևի այդ արտադրեն։ Ընդհանրապես հիմա ստանք որոշ սիստեմներ են, որ ես ինքս ասած դիզայնն եմ արել, զանազան ձևում պրոժեներ կան, թե ինդաստրիալ սրանք սոլարները, որ բիլդինգների վրա ասում, building integrated solar system-ներն ասում, բայց հետո ունենք commercial, այսիկ երկրականի ամենամեծ մուզեան, Museum of Life and Water and Life, Paleontology, այսիկ սիստեմը առաջ 6 տարի առաջ եմ դիզայներ եւ որտեղ է Hemet, California, Metropolitan Water District-ին նա ամենամեծ solar roof-երից մեկն է եւ ամբողջ այդ մուզեան կայծի կարիք չունի 100% էլեկտրականությունը բոլորը էս էլ իրանց entrance-ն է սոլարի Port of Los Angeles երկրականի ամենամեծ port ամենամեծ սոլարը 3 տարի առաջ ենք դիզայն արել դուք մասնակից եկել եք սրա աշխատանքների Port of Los Angeles-ն որ աշխարհից բոլոր ինչ որ գալիս է Ամերիկա ապրանքները Չինաստան եւ այլուր
Գալիս է Port of Los Angeles, այստեղից բաժանում Այո, Լիվ այո, Ամերիկա։ այո, այո։ Ուրեմն այդ դիզայնը Էսել մասնակցել։ մի օտար մեծ պրոժե 3-4 մեգավատանոց սիստեմով նորից Metropolitan Water-ը ջրիզի տարանի համար ենք մահացրել, որ 24 ժամ այդ սոլարի Աշխատում։ սիստեմները գործում են։ Էսել հատուկ սոլարի սիստեմը, որ ասում են concentrated solar power system, շատ հատուկ տեխնոլոգիա է, որ սրա հնարող է մտերիմ եսա պարոն Վահան Գարբուշյանը։ Ճանաչեք, համաշխարհային հարաբերությունի ամենա ասած efficient Այո։ սիստեմն է եւ այլն։ Ուրեմն մենակ ուզում եի ցույց Ось parking-ի վրա էլ solar system է Այո, դրված, այսինքն օրինակի համար parking stall-ների վրա էսիկ Veterans Hospital-նա 4-5 Veterans Որտեղ? Hospital-ը դիզայն Albuquerque, Los Angeles, Mexico, New Երբ ասում Mexico, եք Los Angeles, ասենք Westwood-ի մասին է խոսքը թե ուրիշ։ Westwood-ի, Westwood-ի, այո, Այո։ բայց էսիկ Albuquerque-ը, Այսինքն կառավարության հիվանդանոցների հիվանդանոցների զինվորական համար են, այո։ Ուրեմն նորից parking lot-երն են, մի խոսքով ճիշտ ասելով solar սիստեմները այսօր կարելի է հարմարացնել ամբողջ shopping center-ների համար։ Օրինակի համար, եթե ուզում եք Glendon-ում տնեն, shopping center-ում բավականի կայծ կպակսի, այսինքն Սրանք էլեկտրականության։ այդ գրքերն են, որ ես գրել եմ սոլարի համար, զանազան թեմաների վրա, ոչ թե միայն engineering-ը, բայց Հեղինակ economic-ը։ այս գրքերի դուք եք։ Այո։ Այո, խնդրեմ։ Ուրեմն այս մեծամասնությունը գրքերը բոլորը Cambridge-ն է, այս էլ educational system ամեն այնտեղ Շատ դոկտոր, ես շնորհակալություն եմ հայտնում այս մասնակցելու այս հարցազրույցին եւ շուտով web page-ը ունենալու այստեղ թե AUA-ի մեջ կտեղադրվի թե AUA անունը լինելու է Armenia Hub, Armenian Solar Hub, որ իհարկե ոչ թե միայն AUA-ն է լինելու, ոչ չնայած AUA-ի միջոցով ենք սիմպոզիումը կառավարում, բայց մենք ցանկանում ենք ապագայում, որ ամբողջ համալսարաններն մասնակցեն։ Okay։ Շնորհակալ եմ եկալ մասնակցեցիք այս հարցազրույցին, այսպես բարեկամներ, իմ հյուրը դոկտոր Փիթեր Գևորգյան, PhD եւ PE, Professional Engineer, եւ հույսով երբ գնացիք սիմպոզիումը կատարեցիք ու կվերադառնաք եւ արդյունքները մեզ կփոխան։ Շատ մեծ ուրախությամբ, շատ շնորհակալ։ Այսպես բարեկամներ, ծրագիր եկավ իր ավարտին, ABC հաղորդաշարը սփռվում է ամեն երեկո, երկուշաբթի մինչև շաբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առօրյան ժամը 10-ին այս կայանով ABC հեռուստալիքով։ Շնորհանդիպում ցտեսի։